70-ամյա Էլիա Երզնկյանը ցույց է տալիս Երևանի կենտրոնի իր նախկին տանտեղը, որը պետության կարիքների համար քանդվել է 8 տարի առաջ, առանց լիարժեք փոխհատուցման։ Ես այնքան լավ տեղ եմ ապրել, ոչ մի բանից ես ոչ տրանսպորտ եմ նստել, ոչ երեխաներին տրանսպորտով եմ տարել, ամեն ինչը իմ տարածքում էր։ Պետության կարիքների համար իրենց տներից զրկված բազմաթիվ քաղաքացիներ այսօր կառավարության շենքի դիմաց հանդիպում էին պահանջում վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ։ Այս քաղաքացիներին վստահեցրել են, թե նորակառույցներում բնակարաններ կստանան, բայց հիմա արդեն հույսն էլ չկա։ Նշանակել են այս մեր տարածքի, որ լուծի այս հարցը Հայկ Դավթյանին, վարչապետի գլխավոր խորհրդականին։ Ինքն էլ ֆռացնում է, ինչ-որ տարօրինակ բաներ առաջարկում, ասենք կենտրոնում հողշինությունը հանձնես գնաց Նորք Մարաշում, ինչ-որ բնակարան տան առանց վերանորոգման։ Իրենց ոչ մեկ չէր խնդրել մեր տներից անեին։ Երեխեքի հետ, երեխեքի ժամանակ փուջուր են արտել, բոլորը չափահաս են, դառը ապրել են ուզում, ամուսնանալ են ուզում, ուրիշի տան մեջ ոնց կարող են։ Իսկ իրանք կատեգորիկ հիմա հրաժարվում են մեզ քաղաքի կենտրոնում տուն տալուց։ Գեղարքունիքի մարզի Վարդենիք համայնքի բնակիչ Հենզել Աբրոյանն էլ է բնակարան պահանջում։ Տարիներ առաջ նա $60,000 է վճարել Ամիրյան 4/14 հասցեում բնակարան ստանալու համար, սակայն տանտեր չի դարձել։ Կոռուպցիայի դեմ պայքարող վարչապետը ոնց է այսօր հայրենիքի զինվորին սահմանում գտնվող զինվորի տունը խլում, դարձնում հյուրանոց նացիոնալ և գումար հեչի վերադարձնում։ Կոռուպցիա ման գալիս գյուղացիների կարտոշկա ու կաղամ ցանողների մեջ։ Խնդրեմ իր մեջ թող գտնի դա։ Կոնտինենտ Տեքստ ընկերության աշխատակիցները պահանջում են իրենց 30 միլիոն դրամի աշխատավարձը։ 3 տարի առաջ կարի արտադրամասը լուծարվել է եւ 140 հոգի մնացել է առանց աշխատանքի։ Ում դուրը թակում ենք, ասում են կստանաք, ոչ ոք չի ասում, բայց ուրա։ Ֆաբրիկայի 100% բաժնետոմսերը պատկանում են ոստիկանությանը։ Այն գործել է 1967 թվականից եւ արտադրել է ոստիկանական համազգեստ։